Հրազդան մարզադաշտի հետ կապված ինքներդ լավ գիտեք, որ երկու, այսպես ասած, օլիգարխներ մի կտոր հողի համար կռիվ են տալիս, բայց ըստ էության ոչ թե այստեղ օլիգարխների խնդիր է, ավելի շատ ազգային խնդիր է։ Մեզ դիմել են գրավոր, մեզ մոտ քննարկել են, այսինքն դիմել են, որ այնտեղ պետք է ինչ-որ կառուցեն շենք, համար առևտրի կենտրոն, որ կազմակերպությունն է դիմել, այսօր անվանումը չեմ հիշում, բայց գիտեմ, որ դիմել է այդ ստադիոն է այսօրվա սեփականատերը չէ, կարելի ասել են, ժամանակավոր սեփականատեր 99 տարվա, այո, թե ինչ է, ես չգիտեմ, այստեղ քննարկվել են, մասնագետները ինձ զեկուցել են, այնտեղ խնդիրը հետևյալն է, մեծ խաղերի ժամանակ մոտավորապես 70-70-ից ավել հազար մարդ են այնտեղ լինում, եթե մի աղետ տեղի ունեցավ կամ մի հրդեհ տեղի ունեցավ, մենք պետք է ունենանք տարած, որ այնտեղից մարդկանց կարողանանք հանել։ Այդ խնդիրը մենք ունենք եւ քաղաքապաշտպանության հարցերի հիմքը մենք վերցրեցինք եւ մենք նշել ենք, որ դա անթույլատրելի է, կապ չունի օլիգարխներից Պողոսն է, թե Պետրոսն է, ինձ համար մեկ են։ Թե հակառակը լիներ այսօր մյուսը լիներ այնտեղ մյուսը, ինձ համար դա երկրորդական է։ Դուք ձեր եզրակացությունը, նախարարության եզրակացությունը ուղարկել եք միայն ձեզնից եզրակացություն սպասողին, թե նաև քաղաքապետարան։ Մեզանից ովքեր պահանջել են, այնտեղ էլ ուղարկել ենք։ Եթե ես սուտ կլինի, որ ասեմ, դա կարող ենք նայել եւ ձեզ ասել, բայց որտեղից մեզ պահանջել են, մենք այդտեղ էլ ուղարկել ենք ավելի։ Շինարարությունը այնուամենայնիվ այնտեղ սկսի ծավալվել եւ այլն եւ այլն։ Այդ դեպքում ինչ խնդրի առաջ ենք մենք կանգնելու եւ ինչ որն է լինելու ձեր նախարարության հաջորդ քայլը։ Մենք պետք է դիմենք քաղաքապետարան, գրավոր կդիմենք, որ այդպիսի կառույց է կատարվում եւ մենք դեմ ենք եւ մեր եզրակացության մի օրինակն էլ կուղարկենք իրեն։ Եթե իրենք տեսնեն, որ իրենց էլ չեն ենթարկվում տվյալ անձին, պետք է իրենք էլ դիմեն արդեն իրավապահ մարմիններին, որովհետեւ դա իրավապահ մարմինների խնդիրն է։ Ես այդ լծակները այսօր չունեմ, բայց կարծում եմ, որ այնտեղ երևի կվերանայեն եւ թույլ չեն տա, որ այդպեսի շենք կառուցվի։ Այն օղակները, որ այսօր կան, գործում են, ես վստահում եմ եւ ոստիկանություն, դատախազություն մենք կդիմենք, եթե պետք եղավ իրանք, թող իրանք իրենց գործառույթները կատարեն։ Այնտեղ քիթներս մտցնենք, մի քիչ սխալ կլինի։ Ձեզ համար որպես նախարար դժվար չի գործ ունենալ այս ոլորտում մարդկանց հետ, որոնք կարևոր չասեմ, լավ անհատականություններ են։ Մի ոլորտում եք, որ ուզեք թե չուզեք, ամենուր ստիպված եք դրան համաձայնություն դրսևորել այս կամ այն չինովնիկի կամ օլիգարխի կմահաճույքների վերաբերյալ դժվարություններ չեք տեսնում ձեր աշխատանքում։ Բացարձակապես ես ոչ մի դժվարություն կամ ձեզ ասացի, որ օլիգարխը ուզում լինի ինձ համար մեկ է։ Ես իմ առջև դրված խնդիրները կատարելու եմ եւ բոլոր օլիգարխներն էլ գիտեն, որ ես երիտասարդ արմեն եղել եմ եւ այդպեսին էլ մնալու եմ։